Հարգելի հայրենակիցներ, ամեն դեպքում որքան էլ որ, այսպես ասած, ուզում եմ խոսել այս երկու օրվա մթնոլորտի մասին, բայց ինձ թվում է մեր հայրենակիցները սպասում են այն ելույթների, սպասում են իրենց խնդիրներն ու խնդիրները բարձրացնող ելույթների, այնպես որ խոսեմ նաև խնդիրներից։ Նախ ուզում եմ երեք դահլիճում չեմ եղել, պարոն Վահագն Ալեքսանյանը ինչ-որ մի տեսանյութ պլանշետով տեսանյութ էր ցույց տալիս, նախ ասեմ, որ անկախ նրանից դա ով է եղել մասնակից, ով է հրաման տվել, թե չի տվել, սարսափելի տեսանյութ էր, դատապարտելի, նաև իմ կողմից եւ կարծում եմ յուրաքանչյուր բանական մարդու կողմից։ Ուղղակի ես այդպես էլ չհասկացա, թե ինչ կապ ուներ Մանվել Գրիգորյանը, որովհետև ես տեսանյութում էլ չտեսա Մանվել Գրիգորյանին, երևի թե հետագայում չգիտեմ կպատասխանեք կամ կասեք որտեղից է եղել դա, որ դա ասել է Մանվել Գրիգորյանը, հրաման է տվել կամ չգիտեմ ինքը այդ ամեն ինչին մասնակից է։ Պարոն Ալեքսան, ասեմ, որ չէ, ես ծնվել մեծացել եմ Էջմիածնում, հիմա էլ ապրում եմ, երբևէ չեմ տեսել նման Էջմիածին քաղաքում որևէ դրսևորում, որ լուսահոգի գեներալ Մանվել Գրիգորյանը ինչ-որ մեկի վզից ջնջիլը գցած մանտ է Էջմիածնի փողոցներում, բայց այդ հարցը ինձ տալու փոխարեն, պարոն Ալեքսան, կարաք օրինակ տակ Էջմիածնի ձեր կուսակցականներին, այնտեղ կան մարդիկ, ում կենսագրության մեջ, կայացման մեջ Մանվել Գրիգորյանը ունի բավականին մեծ ներդրում, բավականին մեծ լումա։ Այ իրանց որ հարցնեք, չգիտեմ, ինչ կպատասխանեն ձեզ, բայց որ պատասխանեն ամեն դեպքում դա այդ պատասխանը մեզ էլ կհետաքրքրի, խնդրենք մեզ էլ տեղյակ պահեք։ Չեմ տեսել նման դրսևորում, բայց օրինակ Էջմիածնում, Մայրաթոռի բակում այլ դրսևորումներ եմ տեսել դատապարտելի, որը օրինակ ձեր կողմից, ձեր կուսակցության կողմից երբեք չի դատապարտվել։ Օրինակ ամենայն հայոց կաթողիկոսների գերեզմանները ոտնակող անող մարդկանց եմ տեսել։ Տեսել եմ Մայրաթոռի դռանը քացով հարվածող մարդիկ եմ տեսել։ Վեհարանում մասկաներով ԱԱԾ-ականներ եմ տեսել, ովքեր վեհարանի դռներն էին փորձում ջարդել, այնտեղ երկաթյա դռներ կան, այդ կադրերն էլ կա, վիդեոներն էլ կա։ Ամենասարսափելին է, որ այդ մարդիկ դա անում էին ուղղակի ձեզ դուր գալու համար, իշխանություններին դուր գալու համար, հետագայում քաղաքական բարձր կարիերա ունենալու, որևէ պաշտոնի հավակնելու համար։ Այդ դրանք տեսել եմ, էլի շատ բաներ եմ տեսել, բայց երևի թե նրանք մասին խոսենք արդեն հետագայում։ Ինչ վերաբերվում է տնտեսական հանձնաժողովի այսօր նախագահի ընտրության հետ կապված։ Ճիշտ է, ես ինքս էլ հարց տվեցի, բայց մենք չենք կարող այսօրվա Հայաստանի տնտեսության մասին խոսելուց առաջնային չխոսենք Հայաստան, ԵԱՏՄ, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության հարաբերությունների մասին, տնտեսական հարաբերությունների մասին, որը վերջին ամիսներին պարզապես ոչ թե կատաստրոֆիկ վիճակում է, պարզապես գոյություն չունի։ Գոյություն չունի եւ դրա այսպես ասած բացասական հետևանքները զգում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ Հայաստանի Հանրապետության գյուղացիները։ Այս տարի մի փոքր այս արտահանումը, որ չկա դեպի Ռուսաստանի Դաշնություն, մի փոքր մեղմում է այն փաստը, որ ընդհանուր բերքը այս տարի մի փոքր քիչ է նախորդից։ Կա բերքի որոշակի տեսակներ, որ շատ է քիչ եղել, կա, չգիտեմ, բայց ընդհանուր գլոբալ առումով շատ ավելի քիչ է։ Այս խնդրը շատ ավելի խորանալու է աշնանը։ Ես ինքս քանի որ Էջմիածնում ապրում եմ, ամեն օր կարելի ասել գյուղացիների հետ շփվում եմ, փորձում եմ իրենց խնդիրները լսել, որպեսզի բարձրաձայնենք, հասկանանք, ձեր առջև նաև բարձրաձայնենք, որպեսզի առաջնային դուք զբաղվեք դրանով, լուծեք, քանի որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները դուք եք։ Հարցեր են հնչում, թե դա քաղաքական խնդիր է, թե տնտեսական։ Դա ձեր վարած արտաքին քաղաքականության, ապաշնոր քաղաքականության արդյունքն է։ Մնացած ուրիշ ոչ մի բան չեմ կարող ման գալ այդտեղ։ Մինչ այդ քաղաքականությունը, մինչ դա նորմալ գյուղացիները արտահանումներ իրենց կարողանում էին իրականացնել, ջերմոցատարերը ոչ մի խնդիրներ չունեին։ Հիմա տեսեք, աշնանը մենք ունենալու ենք նաև խաղողի բերք,
Որտեղ ենք մթերելու։ Որքան էլ որ պետությունը սուբսիդիաներ է տրամադրելու խաղող մթերող ընկերություններին, բայց այդ արտահանումը դեպի Ռուսաստանի դաշտություն փակ լինելու պատճառով նաև ոգելից խմիչքները այսօր չեն կարողանում մարդիկ արտահանել։ Սա նույնպես բերելու է մեծ խնդիրների։ Երևի թե որ դուք էլ ինքներդ այցելեք գյուղեր, դուք էլ կտեսնեք, որ մարդիկ ծաղիկ աճեցնողները պարբերաբար 15 օրը մեկ, 20 օրը մեկ իրենց ծաղիկը հավաքում են, սպասում են մինչև այդ խաղած ծաղիկը չորանա ու վառում են, որովհետև չունեն ոչ մի իրացման շուկաներ, արտաքին շուկաներ։ Խոսում է դիվերսիֆիկացիա, դիվերսիֆիկացիա չեք արել, լավ բառ է դիվերսիֆիկացիան, իհարկե լավ բառ է, բայց դուք դա չեք արել, դա մի կողմից ձեր վարած քաղաքականության արդյունքում փակվել է արտահանումը, մյուս կողմից կարելի ասել չունենք ոչ մի բան, պայմանական 100 տոննա արտահանման շուկան փակել եք, փոխարենը, չգիտեմ, 1 կամ 2, այս հարաբերակցությունն է հիմա ձեզ մոտ մնացած դեր գտած, այսպես ասած, հայաստանյան քաղաքացիների համար գտած շուկաները։ Օրինակ տարածքային կառավարման նախարարին, պարոն Խուդաքյանին, չնայած այդտեղ չի առիթներ կլինի դեռ խոսենք, Դավիթ Խուդաքյանին ասենք, որ ամեն օր գնում է Արմավիր ճանապարհին ինչքան քանդած փողոց կա կանգնում է մի հատ նավսյակի մոտը նկարվում է, թող մի հատ մտնի գյուղացիների հետ էլ շփվի, իրենց հետ էլ խոսա, ոչ թե մենակ տենց ընտրություններ սկսեն ստատուսներ գրել, անդրադառնան ընդդիմադիրներին, թե ընտրություններից կարծեմ 1 օր կամ 2 օր հետո էր ազգային ժողովի մի Facebook-յան ստատուս էր գրել, որ տեսեք, Էջմիածնում ընդդիմադիրների ձայները 10,000-ին դարձան 4,000։ Ես ուզում եմ իրեն հիշեցնեմ, որ 2017 թվականին, երբ ինքը ռեյտինգային կարգով ընդդիմադիր թեկնածու էր, ամբողջ մարզում հավաքել է 789 ձայն։ 789 ձայն։ Հիմա մյուս մենք Էջմիածնում ընդդիմադիր համայնքային ընտրություններին 10,000 ձայն ենք հավաքել։ Որն է տարբերությունը։ Տարբերությունն է, որ մենք ընդդիմադիր ենք, ժողովուրդը մեզ ձայն է տալիս։ Այ որ դուք լինեք ընդդիմադիր, որ ձեզ օրինակ մարզի միլպետը, ԱԱՑ-ի պետը, մարզ պետը ձեզ չօգնեն, դուք ոչ մի ձայն չեք հավաքելու։ Հավաքելու եք 700 ձայն։ Տիկին Մանավազյանի պես ինքն էլ էր թեկնածու, հավաքել է 200, հիմա ձեր խմբակցության ղեկավար 280 ձայն է հավաքել ամբողջ մարզում, լինելով ռեյտինգային թեկնածու։ Այդ է տարբերությունը։ Դուք միայն ժողովրդին ահաբեկելով մարդկանց ինչի Մանվելը, գեներալ Մանվել Արշալույս գյուղից է, հետո է եկել Մի խոսեք տեղի։ Ընդհանրապես մենք վախից չենք խոսում, որ վախենայինք, հիմա ստեղ չենք լինի, որ վախենայինք մենք։ Բայց շատ մարդիկ կան, ովքեր վախենում են, ում բարեկամներին, հարազատներին աշխատանքից ազատելով մարդկանց վախացրել եք։ Չի եղել տենց դեպքեր, տենց դեպքերը բազմաթիվ են։ Ինձ հետ կապված չի եղել, եղել է, հիմա ինչի մասին ենք, ինչի Տիկին Հակոբյան, ձեզ նախազգուշացնում եմ։ Եկեք խոսացեք Տիկին Հակոբյան, այս ամբողջ նրա համար որ կարող եք խոսալ, իսկ ինչի մինչև հիմա չեք խոսել դրա մասին։ Դուք ուզեցիք։ Էդ ինչ ընդհանրապես մոտեցում է։ Դուք սենց արեցիք, մենք սենց կանենք, բայց դուք ուզեցիք։ Բայց եկեք խոսացեք։ Այսինքն որ մենք չուզենք չեք գալու խոսեք Տիկին Հակոբյան, չէ՞։ Այն բան Տիկին Հակոբյան, ձեզ նախազգուշացում եմ հայտարարել, ինչը հասկանալի չի, մի խոսեք տեղից։ Երևի կարգին հաղորդումն եք նայել, որ ասում սրան մի սպանեք, չես տենում, չի ուզում։ Տեսել եք, չէ՞ այդ։ Չա նշանակում դուք ուզեցիք։ Լավ, ամեն դեպքում ես ուզում եմ բոլորիս, եւ մի կարևոր բան էլ հիմա գյուղացիները գիտենք, բազմաթիվ վարկեր են վերցրել, նաեւ կան մեծ գյուղացիական տնտեսություններ, ով պետական սուբսիդավորում է ստացել, օրինակ 0% վարկեր է ստացել։ Հիմա նախ պետք է, կարծում եմ, այս վարկերին որոշակի վարկային արձակուրդներ տրամադրի, որովհետև իրականում այդ մարդիկ ֆինանսական շատ մեծ խնդիրների առաջ են կանգնած։ Երբ դուք այցելեք գյուղացիների հետ խոսակ, դուք ինքներդ դրանում կհամոզվեք։ Բայց ինչ են ասում գյուղացիները, ովքեր չունեն մեծ տնտեսություններ, մեծ օրինակ ջերմոցներ չունեն, ունեն 1000-2000, այդ մարդիկ էլ են վարկով այդ ջերմոցները սարքել։ Հիմա ստիպված են լինում նոր վարկ վերցնեն, որպեսզի կարողանան փակել նախորդ վարկը։ Ձեր վարչական
ԿՊ-ական վարչական ղեկավարները ամեն օր այս մարդկանց ասում են մի շաբաթ էլ համբերեք, 10 օր էլ համբերեք, ամեն ինչ լավ կլինի։ Հեսա վարկային արձակուրդներ կլինեն, հեսա բանկերը ինչ որ տոկոսներ կզիջեն, բայց ամեն օր այս մարդիկ լուսացնում են, սպասում են դրան ու ամեն օր կարծես տեղի չի ունենում։ Ու մի կարևոր բան էլ որ Ավարտեք, էլ չեք հասցնում։ ներողություն 20 վարկյա։ Մի կարևոր բան էր ասում են հիմնականում գույքագրում են այն տնտեսությունները, ում գիտեն, որ այդ տնտեսության տերերը ընտրությունների ժամանակ աշխատել են իրենց օգտին։ Շնորհակալություն։